Բարև ձեզ, նորից մեր հերթական ոդկասթն է։ Այսօր մեր ոդկասթում խոսելու ենք էթնիկ փոքրամասնությունների քաղաքական մասնակցության եւ ներկայացության մասին։ Փոքր ակնարկ ունենանք ընդհանուր, չգիտեմ, խորհրդային եւ հետխորհրդային շրջաններում ինչպես են ներկայացված եղել էթնիկ փոքրամասնությունները, բայց ընդհանրապես ավելի շատ մեր акցենտը կլինի այսօրվա իրողությանը, թե այսօր որտեղ են այս շրջանագում էթնիկ փոքրամասնությունները եւ ընդհանրապես այս փոքր ոդկասթի ընթացքում նաեւ կխոսենք միջազգային փորձից ուրիշ երկրներում ուրիշ էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչներ ինչպես են հաջողության հասել եւ ներգրավել քաղաքական process-ներում կամ հասարակական ակտիվիզմի մեջ ինչպես են ձևավորել հասարակական ուժեղ կազմակերպություններ եւ իրենց դերն են ունեցել իրենց երկրի զարգացման մեջ։ Տանուր առմամբ Երևի սկսենք խորհրդային իրականությունից, հա, խորհրդային ժամանակներից որ խոսենք։ Հա, իմ կարծիքով ճիշտ կլինի որ սկսենք խորհրդային միության մասից, բայց ավելի ճիշտ կլինի սկսենք նաեւ թե ընդհանրապես ինչ է ներկայացնում իրենից մասնակցությունը եւ քաղաքագիտական գրականության մեջ ընդհանրապես մասնակցությունն ինչ է նշանակում իմ կարծիքով ամենաայսպես փոքր սահմանումը, որը կարող ենք տալ մասնակցության վերաբերյալ, սահմանվում է որպես մարդկանց քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային եւ այլ որոշումների վրա ազդելու ունակություն։ Ու հենց այս սահմանումից կարելի է գնալ այն հարցին, վերջի մասում կարող ենք խոսալ, թե ինչքան էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները Վրաստանում ունեն որոշումներ կայացողների վրա ազդելու ունակություն կամ ինչ-որ դրական ինչ-որ ձևեր եթե կան կամ եթե լսել ենք։ Այս փոքր սահմանումից հետո կարող ենք սկսել հենց այդ խորհրդային միությունում ինչպես էր էթնիկ փոքրամասնությունների իրավիճակը, քանի որ այստեղ շատ չեմ ուզում ֆիքսվել, քանի որ այդպես մեծ ուսումնասիրություն չկա, թե ինչպես էր ուղղակի, ինչքանով ես կարդացել եմ կամ ինչքանով մեր այսպես մեծերից լսել եմ, իրենք ասում էին, որ խորհրդային միության ժամանակ դե լավ էր, էլի բոլորը իրար հետ խաղաղ իրար նման ապրում էին ոչ ոք չուներ իր կարծիքի կամ տարակարծիք լինելու ինչ որ հարցից շուրջ, որն որ հենց վերաբերում էր քաղաքական հարցերին կամ հասարակական հարցերին եւ բոլորը աշխատում էին ու համերաշխ ապրում էին։ Չգիտեմ դուք ինչ կարծիք ունեք, կարող եք։ Համենայն ինձ թվում է դու էլ ու ես էլ նույն ձև ենք լսել մեր մեծերից նույն սահմանումն է խորհրդային միության, դե այն ժամանակ լավ էր, հացը 20 կոպեկ էր։ Մոտավորապես նույն սահմանումն է, բայց իրականում ինձ թվում է խորհրդային միության մասին խոսելը շատ կարևոր է, որովհետև ինչ որ այսօր ունենք, այս իրավիճակը, այս տեսարանը, որ այսօր ունենք, շատ կապված է նաև նրա հետ, թե ինչպիսին էր խորհրդային ժամանակ։ Խորհրդային Վրաստանում, ընդհանրապես խորհրդային միությունում մարդու էթնոազգային կհիշեք մարդու էթնոազգային պատկանելությունը ինստիտուցիոնալիզված էր, այսինքն արտահերտությունը կներեք տրված էր տիտղոսակիր ազգերն, օրինակ վրացիներն Վրաստանում, հայերն Հայաստանում, ու ամբողջ խորհրդային միությունում նույն այս իրավիճակն էր։ Ու հետևաբար հայերը, խոսենք Վրաստանում կոնկրետ հայերի մասին, ոչ թե մոտիվացիա, այլ գրեթե հնարավորություն չունեին մասնակցեին ու լինել ներկայացված վրացական կառավարական մարմիններում։ Սրան ավելանում էր այս լեզվի խնդիրը, որը այսօր էլ ունենք։ Եթե համեմատենք այսօրվա իրավիճակի հետ, գիտեմ որ Թբիլիսի Սակրեբուլոյում չկա հայ կամ էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ, ինչպեսին է օրինակ Սամցխայում այդ իրավիճակը Տիմում։ Տիմում տարբերվում է, այնտեղ մեծամասնությունը հայեր են, բայց Թբիլիսի օրինակը շատ հետաքրքիր է, քանի որ էթնիկ հայերը Թբիլիսիում, չգիտեմ 2002 թվականի մարտահամարով թեկուս ահագի մեծ թիվ են կազմում, հա, կամ 2014 թվականի, 24 թվականի նույնպես կա այնքան էթնիկ հայ, որ իրենք ունենան իրենց ներկայացությունը տեղական ինքնակառավարման Թբիլիսիում, նաև պետք է նշել, որ Թբիլիսի տեղական ինքնակառավարումը
տարբերվում է մնացած 63 մունիցիպալիտետների տեղական ինքնակառավարումից։ Թբիլիսի տեղական ինքնակառավարումը Մերյան ունի կոալիցիոնի կառավարման ձև։ Եվ դա շատ կարևոր է իմ կարծիքով երկրում կենտրոնական ինստիտուտից հետո, կենտրոնական համակարգից հետո, որն ունիվերսալ է, կառավարություն, խորհրդարան, երրորդ տեղում գտնվում է, քանի որ նախագահի այդպես պարտավորությունները սահմանադրությամբ շատ հետ են գնացել, այդպես ասեմ, քանի որ պարլամենտարական երկիր է, իմ կարծիքով երրորդ տեղում է գտնվում Թբիլիսի ինքնակառավարման համակարգը, որը նաև Թբիլիսին Վրաստանում տարբերվում է իր մարտաքանակով, երկրում գրեթե երկրի բնակչության կեսը ապրում է Թբիլիսիում, եւ այս երկրի բնակչության կեսը, որտեղ ապրում է մեկ մայրաքաղաքում, այստեղ նաև շատ են էթնիկ փոքրամասնությունների մասը, հայերի մասը դարերի շարունակ։ Ցավոք սրտի, ինչպես ցույց մենք Սակրեբուլոյում ավականիում չունենք հայ ոչ մի ներկայացուցիչ, որ կարող է խոսել այստեղ բնակվող էթնիկ հայերի խնդիրների մասին։ Ադրբեջանցի էլ չունենք։ Հա, ադրբեջանցի էլ չունենք։ Իմ կարծիքով ադրբեջանցիների քանակը Թբիլիսիում զիջում է երևի։ Ահա, զիջում է։ Հայերից ավելի։ 1+4-ից հետո ավելանում են, գալիս են ուսանողներ։ Դա չեն կարող այդպես որոշել, որովհետև գրանցված չեն Թբիլիսիում։ Իրենք իրենց մունիցիպալիտետներում գրանցված եւ ընտրության այս տեղական ընտրությունները մասնակցելու իրավունք չունեն այստեղ։ Ինչ վերաբերվում է նորից եթե վերադառնանք էթնիկ փոքրամասնությունների իրավունքներին, որ իրավունքներից մեկը, որը հենց քաղաքացիական եւ հասարակական կյանքում ակտիվ մասնակցությունն է, պետք է նշենք, որ Վրաստանում ունենք շատ վատ իրավիճակ եւ վիճակագրության այս մասով։ Այսօր էթնիկ փոքրամասնությունների իրավունքները, պաշտպանությունը եւ նրանց ինտեգրման վերաբերյալ քննարկումները լիովին հանվել են քաղաքական օրակարգից։ Սա այն պատճառով է, որ մի կողմից ունենք հաստատված քաղաքական համակարգ, որտեղ որ լիովին բացակայում է էթնիկ փոքրամասնությունների իրավունքի պաշտպանության դիսկուրսը, եւ նաեւ հետեւեթե այս համակարգը գնում է նրան, որ ավելի շատ ասիմիլացված տեսանկյունից են նայում, դա վերջի հայտարարությունները, որ 1+4 ծրագիրը էլ պետք չէ, դա տալիս է հնարավորությունը, որ չգիտեմ, այստեղ լեզվի մասով շատ լավ իրավիճակում ենք եւ այլն։ Եվ այս ամենից դուրս գալով, չգիտեմ, մեր երկրում Վրաստանում էթնիկ փոքրամասնությունները դիտվում են որպես երկրորդ կարգի քաղաքացիներ, սրա մասին շատ ենք խոսել, մեր առաջին ոդկասթում մահակի ժամանակ տրամադրեցինք, որոնք նշվում են, որ պակաս քաղաքակիրթ, պակաս կրթված եւ պակաս մշակույթ ունեն, որի մշակույթը այդպես էլ մշակույթի մասին նույնպես խոսել ենք, որին մշակույթը նույնպես ինտեգրված չէ այս հասարակությունում։ Այս ամենից ելնելով, չգիտեմ, Ջավախքի մասին խոսեցինք, քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների մասով, հենոտ ու ապրում ես երկար, արդեն մի քանի տարի է ինչ ակտիվ մասնակցում ես շատ ծրագրերի, թե փոքր քաղաքական ակտիվիզմի փորձ նույնպես ունես, չգիտեմ, այս մասով ինչ ես կարծում, իմ կարծիքով այս վերջի երկու նախադասությունն ինչ որ նշեցի, որ մենք բացակայում ենք այսօրվա այսպես կոչված կառավարվող քաղաքական համակարգի օրակարգից եւ համարվում ենք պակաս քաղաքակիրթ, պակաս կրթված եւ պակաս մշակույթ ունեցող քաղաքացիներ։ Ջավախքով սկսեմ, թե փոքր անդրադարձ խորհրդային միությանն էլ անեմ։ Հետաքրքիր։ Քո կարծիքը հետաքրքիր կլինի խորհրդային միության որպես այսօրվա երիտասարդ։ Հիմնական շեշտը կտնեմ քո ասածի վրա, բայց սկզբից ուզում եմ սկսել հենց խորհրդային միությունով, դու նշեցիր սատիտուլոերի, այսինքն տիտղոսակիր ազգեր, բայց նաև Վրաստանում պետք է նշել, որ ազգային փոքրամասնությունների մեջ նաև տարբերություն կար այստեղ իրավունքների, օրինակ Աբխազիանում, այսպես կոչված հարավային Օսետիան ավտոնոմիայի ստատուս ունեին եւ այդ ավտոնոմնի հանրապետություններում իրենք համարվում էին հենց տիտղոսակիր ազգ, այսինքն հայերի հետ համեմատած այդ երկու ազգային փոքրամասնությունը կառավարման մեջ ավելի ակտիվ էին ներկայացված եւ տեղական այդ մարմինները փաստացի իրանք ձեռքում էր գտնվում, բայց ինչ վերաբերվում է մեզ ադրբեջանցիներին, մենք այդ ամենից զրկված էինք։
նո խորհրդային Բայց այդպես կարելի ասել թե խորհրդային միությունում այդ ավտոնոմիան հանրապետության տեսքով գիտեմ ֆորմալ եզրույթ է, որը շատ ավելի սահմանափակումներով, բայց նաև պետք է անդրադառնանք նրան, որ խորհրդային միությունում եթե մենք համեմատում ենք, հայերի իրավիճակի մասին, թե իրենք ինչքանով են իրենց պատկերացնում այս երկրի մաս, քանի որ չգիտեմ, ինչպես իրենք են ասում, սահմանները բաց էր, Հայաստանի հետ կապը ավելի շատ էր, ու այդտեղից ուրիշ խնդիրներ են գալիս, բայց ավելի լավ կլինի սահմանափակենք այսքանով ու մյուս հարցերն ավելի շատ ինչ վերաբերում է Ջավախքում քաղաքական այս կյանքի ներգրավվածությանը, եթե համեմատություն տանենք ուրիշ կոմպակտ ազգային փոքրամասնություններով բնակեցված վայրերին, Ջավախքը եւ Նինոց Մինդան ու Ախրքալակը տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնյաների թվականակով, որոնք ներկայացված են ազգային փոքրամասնությունների կողմից, ամենաբարձրն է։ Այսինքն այս հայկական շրջանները ամենալավն են ներկայացված ազգային փոքրամասնություններով, կոնկրետ հայերով, մյուս շրջանները, օրինակ Մարնեոլում այս ցուցանիշը 35% է, Կարտաբանում ավելի ցածր, Դմանիսում ավելի ցածր, նու մեր վիճակը մի քիչ ինքնակառավարման տեսանկյունից լավ է, բայց այստեղ մի բան ասեմ, ըստ վիճակագրության, օրինակ, եթե համեմատենք Վրաստանի Սակրեբուլոյի ներկայացուցիչներին, Վրաստանի Սակրեբուլոյի վրացաբնակ Սակրեբուլոյի մունիցիպալիտետներում վրացաբնակ Սակրեբուլոյի ներկայացուցիչներին մեկ մարդուն հասնում է, մեկ ներկայացուցիչն 700 քանիս, իսկ Ադրբեջանի եւ Ադրբեջանի համայնքի եւ հայկական համայնքի կոմպակտ Խալքալակի մեկ էլ Քվեմոքարտլի շրջանում այս վիճակագրությունը այլ է, 1100-ի դեպքում ադրբեջանցիները 2200 դեպքում հասնում է մեկ ներկայացուցիչ, որը նոր կարծում եմ տարբերությունը շատ իհարկե իսկ քաղաքական կյանքին ներկայացված լինելը նո ինքնակառավարման մարմիններում ներկայացված լինելը հենց այս կոմպակտության ազդեցության ներքո է, բայց ինչ վերաբերում է կենտրոնական քաղաքական ինստիտուտներին ներկայացված լինելը շատ ցածր է։ Այս տարիների ընթացքում կոնկրետ մեր հայկական փոքրամասնությունը, եթե մի քանի տարի առաջ ունեինք 3-4 ներկայացուցիչ Վրաստանի խորհրդարանում, այսինքն 150 մանդատ գոյություն ունի այնտեղ պատգամավորի եւ ունեինք 4 ներկայացուցիչ կամ 5 ներկայացուցիչ, այդ թիվը այս վերջին տարիներին չափազանց նվազել է ու արդեն հասել ենք այս ընտրությունները, որը ոչ լեգիտիմ է համարվում մեր կողմից, իմ կողմից, այս դեպքում մենք Պարլամենտում ներկայացուցիչ ունեինք ընդամենը 2 հայ ազգային փոքրամասնություն, այսինքն անցած տարիներին համեմատ ավելի է նվազել, այսինքն կենտրոնին այս ամենամեծ փաստն է, որ կենտրոնի քաղաքական վարման մեջ մենք շատ փոքր ցուցանիշներով ենք ներկայացել։ Արդեն 4-5 պատգամավոր չեմ հիշում, երևի 16-ի թվականի ընտրություններից։ Երևի ունեցել 2016-ին ընդհանուր առմամբ ազգային 16-ից հետո ինչքան որ ընտրական համակարգը փոխվավ, դարձավ մեծամասնական համամասնական, հետո նորից համամասնական, այս վերջի ընտրություններն համամասնական, արդեն ունենք ավելի քիչ ներկայացություն, բայց ցավոք մենակ ներկայացություն ունենալը շատ քիչ է։ Պետք է ներկայացուցիչներ ունենան ինիցիատիվա, օրենքներ եւ տեղացիների խնդիրների մասին նույնպես մտածեն եւ այդ խնդիրներից ինչ որ ինիցիատիվա, ինչ որ օրենքներ բերեն ընտարաջ խորհրդարանում, բայց դու ինչպես նշեցիր, չկա այդ ամենը։ Ոչ մենակ վերջի ընտրություններին, այլ արդեն երկար տարիներ։ Այսինքն հետ պրոգրես է կրացվում։ Եթե 2016-ին ընդհանուր հայ համայնքի ներկայացուցիչներից, այսպես ասած, ինչպես նրանց ասում են, լուր ներկայացուցիչները կամ կոճակցողներ ամենաճիշտ բնորոշումը այս ամեն չգիտեմ մենք ավելի շատ տեղական ինքնակառավարման անդրադարձանք բայց նաև խոսենք այն մասին թե երիտասարդները էթնիկ փոքրամասնությունները ինչքանով են մասնակցում համայնքներում որոշումների կայացման գործընթացին այստեղ նաև պետք է նշեմ այն մասին որ տեղական ինքնակառավարման օրենսդրության համաձայն կան մասնակցության մեխանիզմներ 4-5 մասնակցության մեխանիզմ կարող եմ առանձնացնել հիմնականում խնդրակիրը պետիցիա կոչվածը որտեղ իրենք բնակիչները կարող են իրենց անհանգստացնող խնդրի շուրջ հավաքել ստորագրահավաք եւ ստորագրահավաքի տեսքով ներկայացնել իրենց խնդիրը որպեսզի ավականին եւ մերյան
այդ խնդիրը լուծեն։ Ունենք նաև նիստերին մասնակցելու, հա, քաղաքացիները կարող են տեղեկանալ, թե երբ է կայանում ինքնակառավարման ավականու նիստը եւ մասնակցեն նիստերին եւ իրենց ուզող հարցերը տան, մտցնեն այդպես ասեմ օրակարգ, որովհետեւ դրանք նույնպես ընդունվեն, այսինքն անցալվեն եւ հետագայում լուծում ստանան։ Ունենք նաև մերիայի հաշվետվության ժամանակ մասնակցելու եւ հարցերով, առաջարկություններով հանդես գալու քաղաքացիների կողմից։ Ունենք նաև ըստ օրենսդրության կա նաև խորհուրդներին մեջ ներգրավելու եւ այդ խորհուրդների կարգով իրենց ինիցիատիվան, քաղաքացիների ինիցիատիվաները ներկայացնելու։ Ունենք նաև գյուղական համայնքի հավաք, որտեղ որ կարող են հավաքվել եւ սա ինիցիատիվով խումբ կազմել եւ այդ սա ինիցիատիվով խումբով նորից իրենց խնդիրները հասցնել տեղական ինքնակառավարմանը եւ ունենք ուրիշ այլ մասնակցության ձևեր, որոնք կարող են շատ թվարկել չեմ ուզում, բայց հիմնականում այս 4-ն էին, որոնք գրված են օրենսդրության մեջ, բայց այս 4-ից երկար տարիների ընթացքում չի օգտագործում տեղական ժողովրդի կողմից, համայնքում, գյուղերում ժողովրդի կողմից ոչ մի մասնակցության մեխանիզմ։ Չգիտեմ, այստեղ կարող են խոսալ նաև այս տեղական ինքնակառավարման մասնակցության կամ ընդհանրապես հասարակական կյանքի մասնակցության վերաբերյալ այլ երկրի փորձերի մասով նաև կարող ենք այստեղ խոսալ թե ինչ պրակտիկա ունենք ընդհանրապես համայնքներում, ինչքանով ենք ծանոթ։ Եթե այս պրակտիկայի մասին խոսանք, ընդամենը մեկ օրինակով կուզեմ խոսալ։ Հիմնականում օրինակ խնդրակիրը այդ պետիցիա կոչվածը, որն որ ամենամեծ այսպես ասած մասնակցային ուժ ունեցող, հա, մեխանիզմներից մեկն է, չի օգտագործվում հիմնականում համայնքներում, եթե օգտագործվում է հասարակական օրգանիզացիաների կողմից advokatիրեբայի process-ի համար, սակայն դեռևս ես չեմ լսել, որ խնդրակիր ներկայացնեն էթնիկ փոքրամասնությունների մունիցիպալիտետերում եւ դրական ավարտ ունենա։ Հիմնականում տարբեր պատճառներով process-ը մերժվում է, հիմնական պատճառներից մեկը, չգիտեմ, ինչքանով այդպես շաբլոն թեմա, ֆինանսական աջակցություն չունենալու թեման է, որն որ չի ֆինանսավորվում մունիցիպալիտետի կողմից։ Բարձ տամետ ինչ է նշանակում, այսինքն այդ ընթացակարգը, հա։ Խնդրակիրն իրենից ներկայացնում է, ենթադրենք ինչ որ գյուղում կա մանկապարտեզի, բացակայում է մանկապարտեզը եւ բնակիչներ եւ գյուղում մանկապարտեզի հասակի երեխաների քանակը ենթադրենք շատ մեծ է, 25, 30 կամ թեկուզ 15, ու գյուղը հեռու է հարևան գյուղերից տրանսպորտի բացակայության կամ ճանապարհի վատ լինելու պատճառով չեն կարող տանել իրենց, դա երկրորդական խնդիր է, այսպես ասեմ։ Նո պետք է մանկապարտեզ ու մանկապարտեզ ունենալու համար իրենք պետք է դիմեն այն մարմինին, որն որ դրա համար պատասխան է, որպեսզի կառուցի մանկապարտեզ, դա տեղական ինքնակառավարման մարմինն է, քաղաքապետարանը։ Դիմում են իրենց լեզվով հայերենով, օրինակ։ Այստեղ ցավոք կոմունիկացիան հայերեն։ Կոմունիկացիան հայ։ Իսկ գրավորը դա պետական լեզվով, վրացերենով, այստեղ էլ լեզվի խնդիրներ է առաջ գալիս, բայց հիմնականում դիմող չկա այդ խնդրակրով, պետք է լինի բնակչության 1%-ի ստորագրությունը, որպեսզի իրենք կարողանան հետագայում դիմել Սակրեբուլոյին ու մինչև հասնել Սակրեբուլո հարց ու ընդհանուր այդ բնակչությունից լինեն ներկայացուցիչներ, որոնք որ կգնան Սակրեբուլոյի նիստերին այդ հարցը օրակարգ կմտցնեն ու իրենց խնդիրը կներկայացնեն ու այդպես process-ը կգնա մինչև ստանա խնդրի լուծում։ Խնդրակիրը ընդհանուր այդ պետիցիան իրենից այդ ամենը ներկայացնում ու ունի խորհրդատվական ուժ։ Դες երևի ես քու թվարկած կետերը, որ կային վերոնք նախատեսված են ժողովրդի հասարակական քաղաքական կյանքի մեջ ակտիվությունը։ Բաց դրանից չվերցնենք, հա, մենակ տեղական ինքնակառավարումը, ես տեղական ինքնակառավարման այդ մեխանիզմները բերեցի նրա համար, որ եթե չգիտեմ, խոսանք միջազգային փորձից,
այդ մասով համեմատություն ունենք, բայց նաև կարող ենք խոսալ հասարակական կյանքի ընդհանրապես կամ քաղաքական կյանքին ինչքանով են ակտիվ մասնակցում։ Հենց այն փաստորեն այս թվարկված այդ կետերից ոչ մեկը ակտիվորեն չի օգտագործում հենց մեր ջավախահայության կողմից, վկայում են նրա մասին, որ հասարակական քաղաքական կյանքից այս մարդիկ օտարացված են, մինիմալ ձևով են ներկայացված, այսինքն այս մարդիկ, ես վստահ եմ, ջավախահայության 90%-ը բացարձակ տեղյակ չէ, որ գոյություն ունի այսպիսի կետեր, որոնցից կարող են օգտվել, նախաձեռնություններ ներկայացնել, կարող են բյուջեի քննարկմանը ներկա լինել, իրենց կարծիքն արտահայտել, չգիտեմ, բողոքը ներկայացնել, ու այս ամենամեծ փաստերից մեկն է, ինչ վերաբերվում է տարբեր երկրների փորձերին, տարբեր երկրների փորձը այս ազգային փոքրամասնությունները քաղաքական կյանքում ներգրավվածության լինելու մեջ ամենալավ արտահայտված է կենտրոնական իշխանություն, կենտրոնական կառավարման մարմիններում ներգրավված լինելու մեջ, կոնկրետ խորհրդարաններում, այստեղ շատ հետաքրքիր է հենց Եվրամիության կոնկրետ երկրների փորձերը, որտեղ ազգային փոքրամասնությունները բավական մեծ տոկոս են կազմում, կարևոր էլ չի, որ մեծ տոկոս կազմեն, բայց եթե ազգային փոքրամասնություն ներկայացված է երկրում, բավական լավ կերպով այդ մարդկանց իրավունքները պահպանված է։ Օրինակ, շատ հետաքրքիր է Ռումինիայի փորձը, Ռումինիայում որտեղ կան ազգային փոքրամասնություններ, Ռումինիայի դեպքում, եթե այս ազգային փոքրամասնությունները ինչ-որ կերպով ընտրությունների պատճառով արդյունքներով խորհրդանում չեն հայտնվում, իրենց համար կա նախատեսված մեկական մանդատ, որի սխույլը ավելի մեծ ազգային փոքրամասնությունները մեկական մանդատ ունենան, եթե ընտրությունները, որ այդ մանդատները իրանք չդրամատրվի, առանց այդ ընտրությունների արդյունքների իրանք կոնե մեկական մանդատով ներկայացված լինեն ու իրանք իրավունքները պահպանեն խորհրդանում։ Այս շատ լավ մոդել է։ Լավ մոդել է նաև Սլովենիայի մոդելը, որտեղ կոնկրետ ազգային փոքրամասնությունների քվոտայի ապահովված, որ օրինակ 2 մանդատ պետք է հունգարական համայնքն ունենա ու այսպես շարունակ։ Լավ օրինակ է նաև Լեհաստանի օրինակը, որտեղ օրինակ իրանց սեյմը անցնելու համար լեհական այնտեղ պետք է 5% բարիեր է սահմանված, ինչպես Վրաստանում, այսինքն 3% բարիեր չէ, ու այն քաղաքական ուժերը, որոնք որ պատկանում են ազգային փոքրամասնություններին, օրինակ այնտեղ լավ ներկայացված է գերմանական ազգային փոքրամասնությունը, ու այս մարդիկ որպեսի անցնեն խորհրդարան, իրանց համար բարիեր գոյություն չունի, այսինքն 5% բարիեր գոյություն չունի։ Գերմանիային եթե անդրադարձար, այնտեղ նշել։ Այս Լեհաստանի անդրադարձա գերմանիական փոքրամասնություն։ Իսկ եթե չեմ սխալվում, Սլովենիաներ, Հունգարիան այնտեղ գոյություն ունի, ազգային փոքրամասնություն ունեն իրենց ազգային կուսակցությունները, շատ լավ կերպով սահմանափակում չկա, սահմանափակում չկա, այսինքն այդ ազգային փոքրամասնությունները իրենց հենց ոչ թե կոնկրետ մարդկանց մանդատներով են ներկայացված կոնկրետ կուսակցություններից, այլ հենց իրենց ազգային կուսակցություններից, այսինքն ուղիղ ձևով, ավելի արդյունավետ ձևով իրենց իրավունքները կարող են պաշտպանել, ու այս շատ հետաքրքիր է նաև այն փաստը, որ այս ազգային կուսակցությամբ ներկայացված լինելը երկրներում սեպարատիստական, անջատողական ոչ մի շարժումներ չեն առաջացրել, հակառակը խթանել են ինտեգրմանը ու իրանց քաղաքական կյանքին ավելի ակտիվանալը, այդ սաղ բոլոր սպառնալիքները չեզոքացրել է։ Ես նաև կավելացնեմ Բելգիայի օրինակը, որը նույնպես համարվում է հաջողակ, բայց իրանք Բելգիայի օրինակում պետք է քննարկենք լեզվական փոքրամասնությունները, այնտեղ կան հոլանդացիներ, հոլանդախոսներ, կան ֆրանսիախոսներ ու կա գերմանական համեմատաբար ավելի փոքր համայնք, ու խորհրդարանը բաժանված է լեզվական համայնքների։ Մեծ ավելի հոլանդական ու ֆրանսիական համայնքը ու որոշումը կայացվում է, եթե երկու համայնքն էլ համաձայն են։ Երկու համայնքն էլ ունի վետոյի իրավունք, ունենք ունեն իրավունք, որ որևէ հարցի հետ համաձայն չլինեն, գերմանական փոքր համայնքը նույնպես ունի իր խորհրդարանը, այսինքն նրանք նույնպես ունեն իրենց խնդիրները ներկայացնելու, իրենց խնդիրների մասին խոսելու հնարավորություն։ Սա բնականաբար կարող է որոշակի հարցեր առաջացնել խնդիրների հետ կապված, որ ավելի կարող է տարանջատվել իրարից այս համայնքները չմիավորվեն, ավելի անկախության կողմ գնան, ինչպես Ֆլանդրիանը երբեմն պահանջում, բայց համենայն դեպս Բելգիան նույնպես համարվում է հաջողակ փորձ, որ թե ինչպես են տարբեր լեզվական համայնքները ինտեգրացված հասարակության մեջ ու ինչպես կարող են այդ համայնքները իրենց խոսքը ունենան։ Ցես լսելով այս միջազգային փորձի օրինակները մեր մոտ մեր իրողության մեջ մի քանի խնդիրներ են առաջ գալիս։
օրինակ քո դեպքում այդ լեզվական մեր Վրաստանի իրողության մեջ, հա, էթնիկ փոքրամասնությունների դեպքում իմ կարծիքով խոչընդոտող կարող ենք համարել նաև լեզվական այդ բարիեր կոչվածը, հա։ Երկրորդը հենոն խոսած ավելի շատ այդ ընտրական համակարգի մասին, ընտրական համակարգի մասին, որ նոր բացառում է, հա, մեր իրողությունից էթնիկ փոքրամասնությունների։ Իսկ կոնկրետ սահմանված քվոտա կա, որ անպայմանորեն պետք է ավելի շատ ունիվերսալ է, ինչպես կենտրոնում, այնպես հայտնվում է, չես հայտնվում, չես հայտնվում։ Էթնիկ փոքրամասնությունների շրջաններում նույնպես նույն ընտրական համակարգով են ընտրվում ու նաև այս երկուսը նաև կավելանա տեղեկատվության բացակայությունը իմ կարծիքով այդ խնդիրն էլ ավելի շատ կապված է լեզվական խնդրի հետ շատ նաև շատ եվրոպական երկրներում որտեղ էթնիկ փոքրամասնությունները այդպես խնդիրներին հանդիպում լեզվական օրինակ իրենք այդ ընտրական թեստը ընտրական բյուլետենը թարգմանեցին էթնիկ փոքրամասնությունների լեզվով չգիտեմ քաղաքական կուսակցությունները իրենց այդ կամպանիան նաև թարգմանում էին էթնիկ փոքրամասնությունների լեզվով ինչ վերաբերում է այդ ընտրական բարիերներին, հա, չգիտեմ 5%-անոց շեմ եւ այլն, օրինակ շատ լավ օրինակ կա Գերմանիայում ապրում են լուժիկներ, սերբեր են, այդ թեմը այդպես է կոչվում, էթնիկ փոքրամասնություններ, որոնց ընդհանուր թիվը Գերմանիայում հիմնականում Դրեզդենի լանդում, հա, հողամասում թե ֆեդերացիայում են ապրում, հիմնականում իրենք կազմում են 20000 բնակչություն Գերմանիայում, քանի որ 20000 բնակչությունով չես կարող Գերմանիայում 5% բարիեր հաղթահարել, իրենք մտածեցին ոչ թե ընտրություններին մասնակցեն կամ չգիտեմ ինչ որ տոկոս ցածրացնեն, որպեսզի կարողանան հաղթահարել, քանի որ շատ քիչ է իրենց թվականակը, Գերմանիայում ընդունել են որոշում հանձնաժողով ունենալու մեխանիզմ, որն որ հագեցած է այն իրավունքներով, ինչ իրավունք ունի Գերմանիայի պարլամենտում յուրաքանչյուր հանձնաժողով։ Այսինքն կանոնի ինիցիատիվա ունենալու, կանոն ներկայացնելու, օրենք ներկայացնելու, օրենք ընդունելու հանձինս այն, որպեսզի այդ մարդկանց խնդիրները, լոժիկների որպես փոքրամասնություն, իրենց առաջացած խնդիրները լուծում ստանա։ Ու հիմնականում դե գիտենք խորհրդարանում այդ ամենը կանոնների տեսքով պետք է ներկայացնես։ Օրինակներից մեկ, որն որ իմ կարծիքով դրական մեխանիզմ, որն որ հետաքրքիր կլինի մեր դեպքում նույնպես, օրինակ հանձնաժողովների ստեղծում խորհրդարանում, որտեղ ներգրաված կլինեն համայնքի լիդերները, չգիտեմ, հասարակական ակտիվիստները, հասարակության կողմից լայն վստահություն ունեցող մարդիկ եւ այլն, որոնք որ նույնպես կքննարկեն հանձնաժողովում եւ օրինակգծեր կառաջարկեն հենց համայնքի հոգուտ համայնքի խնդիրների լուծման եւ այլն։ Այստեղ եթե կարելի է մի բան անեմ նկատողություն չէ մեջբերում, այսինքն այստեղ տես իրանք ներկայացված են 20000-ով այդ համայնքը 80 միլիոնանոց Գերմանիայում, իսկ մեր դեպքում հայ համայնքը այստեղ հայկական եւ ադրբեջանական համայնքները բավական մեծ թիվ են ներկայացնում, ընդհանուր առմամբ Վրաստանի բնակչության 14%-ը ազգությամբ փոքրամասնություններ են, ազգային փոքրամասնություններ են, ու ըստ այդմ 150 տեղանոց խորհրդարանում Վրաստանի ազգային փոքրամասնությունների պատգամավորների թվականակը համարյա պետք է լինի 20, իսկ այս դեպքում մենք ամենամաքսիմում ունեցել ենք 2016 թվականին 11 հոգի ներկայացված, այսինքն էլի շատ ցածր է, ու այս խնդրի երևի ըստ ինձ հենց դրա համար եմ ասում, որ ինչքան էլ ուզենանք փորձել, հա, կարող է չստանանք այն քանակի ներկայացնել կամ այն որակի ներկայացնել, որ կարողանա մեր խնդիրը ներկայացնել։ Կարծում եմ, այս մեխանիզմի, հա, հանձնաժողովների ստեղծումը խորհրդարանում կարող է լուծել այդ խնդիրը, որտեղ կարող ես ակտիվ քաղաքացիների ներգրավել, բայց հանձնաժողովի լիազորությունները ավելի քիչ է, քան պատգամավորն է, դա պետք է հաշվի առնել, ու մենք ավելի մեծ խումբ ենք ու մեզ Տես ինչ ձևի է, ինչ ձևի են աշխատում խորհրդարանում պատգամավորները։ Հիմնականում երկու ուղղությունով։ Իրենք պետք է ստեղծեն հանձնաժողովներ,
ու հանձնաժողովներում են աշխատում, իհարկե ունեն անհատական ինիցիատիվայի իրավիճակ, որն որ հանձնաժողովի առավելությունն է դա, ու մեկ էլ ֆրակցիաների, մեկ էլ կոմիսիաների մեջ, կոմիսիան հանձնաժողով, հենց կոմիսիան հանձնաժողովն է, ֆրակցիաների մեջ աշխատելու հնարավորություն։ Այսինքն, եթե օրինակ կա այնտեղ էթնիկ փոքրամասնությունների եւ չգիտեմ տեղական ինքնակառավարման ինչ որ հարցերով հանձնաժողով ստեղծված, այդ հանձնաժողովին հանձարն կստեղծվի հանձնաժողով, որն որ հագեցած կլինի ոչ թե պատգամավորներով, այլ հագեցած կլինի էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչներով, դե նշեցի, հասարակական լիդերներով, չգիտեմ, ակտիվիստներով եւ այլն, ովքեր որ իշա կոմպակտ բնակող էթնիկ փոքրամասնությունների առաջ կբերեն օրենսդրական նախաձեռնություններ, օրինակ քաղաքացիության խնդրի վերաբերյալ։ կբերեն, բայց հետո խորհրդարանի կողմից կընդունվի այլ հարցեր, հենց դրա համար ասացի, որ պատգամավորները եթե աշխատում ես հանձնաժողովի հետ, հենց համապատասխան հանձնաժողովի հետ, իհարկե այդ ամենը պետք է որոշվի հանձնաժողովը։ Ինչի համար է այդտեղ անդրաժեշտ հանձնաժողովի հետ աշխատելու, դե այդ ամենը պետք է արդեն պատգամավորներից կազմված հանձնաժողովը, հա, իր դրական ազդեցություն ունենա, որովհետեւ այդ օրենսդրությունը, որն որ իհարկե ժողովրդավարական է, համապատասխանում է ժողովրդավարության բոլոր սահմաններին եւ իհարկե սահմանադրության բոլոր սահմաններին իրենց ակտիվության օգնության պետք է ստանա օրենսդրություն աջակցություն։ Երևի հա ավելացնեմ։ Չգիտեմ, իմ կարծիքով դրական մեխանիզմներից մեկն է, որն որ կարող է մեր դեպքում նույնպես գործարել։ Օրինակ կվոտաների մասով, հա, շատ երկրներ։ Կվոտային ու դրա քո ասացի կոմբինացիան երևի ամենալավը լինի։ Կվոտան ամենաարդյունավետ։ Կվոտաների մասով բացասական ինչն եմ տեսնում, կվոտաների մասով էլ կարող ենք նույն խնդրի առաջ կանգնել։ Կվոտաները իրենից ներկայացնում է կամ այսպես վերապահված տեղեր, հա, խորհրդարանում, քանակ մարդկանց, ովքեր այդ տեղերը վերապահված են ու պետք է լրացվեն, այսպես ասած, ինչ որ առաջ արտոնության կարգով։ Ու այդ տեղերը կարող են էլ լրացվել այնպես մարդկանցով, ովքեր չեն լինի, այսպես ասեմ, ակտիվ իրենց օրենսդրության առաջարկման կամ հանուն իրենց բնակչության շահերի աշխատելու եւ այլն խնդիրների մասով եւ այլն։ Դրա համար իմ կարծիքով լուծումներից մեկը հենց դա է, որ հանձնաժողով ստեղծվի ու այդ հանձնաժողովի մեջ ներգրաված լինեն հասարակական, քաղաքական լիդերներ, ակտիվիստներ, թեմին մոտ վստահություն ունեցող մարդիկ։ Իմ կարծիքներից մեկը, իհարկե, այստեղ կարող ենք այն թեզը առաջ տանել, որ այստեղ կարող են այնպես մարդիկ լինել, որ ուղղակի լինեն։ Դրա համար երևի կոնկրետ բաներ պետք է սահմանվել, հենց այս քվոտաներով պատգամավորների համար, ըստ ինձ ճիշտ կլիներ անկախ կուսակցական որ լինեն այդ մարդիկ, ու նաև լեզվի իմացությունը այդտեղ նշվեր, որպեսզի լեզուն իմանան, այսինքն եթե այդ մարդիկ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները հենց այդ քվոտայով ներկայացուցիչները ազգային պետական լեզուն չպետք է իմանան, իմաստ չի ունեն, այսինքն այդ փոքրամասնությունների իրավունքները էլի չեն պահպանվելու, այսինքն այդ մարդիկ մեզ պետք են նրա համար, որ հենց այս ազգային փոքրամասնություններին հուզող խնդիրները խորհրդարանի ամբիոնից պետական լեզվով բարձրացվի, որ դոմինանտ ազգային մեծամասնությունը նույնպես իմանա այդ խնդրի մասին ու լուծում ստանա, եթե այդ մարդիկ էլի չպետք է խոսեն այդ քվոտան էլի իմաստ չունենա, ինչ եթե տեղերը լրացվեցին։ Քանի որ խոսեցինք նաև իմ կարծիքով այս հետաքրքիր թեմա է, այս էթնիկ փոքրամասնությունների ներկայացությունը քաղաքական process-ի այդ դրական մեխանիզմների մասով ու կարող ենք անընդհատ մեր կարծիք ասել թե քվոտանը լավ, չգիտեմ, այնտեղ խորհրդարանը ստեղծելը, հա, իմ կարծիքով ոչ անգամ չեք ունեցել, չէ՞ նման բան ոչ քվոտային ոչ միշտ համամասնական, այսպես ունիվերսալ կարգով, ինչպես որ եղել է ընտրական համակարգը, ըստ այդ ընտրական համակարգի ունեցել ենք ներկայացուցիչներ։ Իմ կարծիքով հետաքրքիր կլինի խոսանք նաև այն մասին, թե այսօրվա երիտասարդները ինչպես կարող ենք գործի դնել, որովհետև մինչև այս հանդիպմանը կալ իմ ընկերների հետ խոսալուց այն էր, որ այսօրվա երիտասարդությունը, այսպես ասեմ, մենք նույնպես երիտասարդ ենք, ուղղակի, չգիտեմ, ես մի թաուբա սերունդ թիրև բարձրեմ, 94 թվականին եմ ծնվել, ու այս 2000-ական թվականներին ծնվածները մի քիչ միշտ, չգիտեմ, այդ մասին ենք խոսում, որ իրենք
ուրիշ հետաքրքրություններ ունեն, չգիտեմ, այսօրվա երկրի իրավիճակին ինչ իրավիճակում ենք, որ ավելի քիչ հետաքրքրվածություն ունեն, ավելի շատ իրենց հետաքրքրում է ավելի շատ, չգիտեմ, ուրիշ հետաքրքրություններ, քան ընդհանուր հասարակական շահի ով հետաքրքրվելը, շատ քիչ երիտասարդներ ունենք հասարակական, որոնք որ հասարակական կյանքով են հետաքրքրվում ու նաև մեր խոսակցությունը գնաց այն ագուն կարավ այն ամենից, որ տարեստարի ավելանում են էթնիկ փոքրամասնությունների 1+4-ով ընդունվելու թվականակը ու խոսակցությունը բացվեց այն մասով, որ ընդունվում են ինչ, հա, որակի մասով շատ քիչ մարդիկ ունենք, ովքեր ով կարող ենք ասել, որ իրենք ավարտեցին, սովորեցին ինչ որ հասարակության մեջ իրենց անունը լսվում է կամ եւ այլն ու նաեւ ունեն ինչ որ առաջ մեզանից մեր սերնդից ինչ որ մեկ աշճան ավելի առաջ չեն այն ամենով, որ իրենք ավելի շուտ կարող են, չգիտեմ, այս վիդեոների մասով ավելի շուտ են ինտեգրվում, պատրաստում են վիդեոներ, հետո մոնտաժ, այդ ունակությունները ավելի արագ են ընդունում, քան, չգիտեմ, մեր սերունդի երիտասարդները, բայց ընդամենը այդ մեկ առաջընթաց տեսանք ընդանուր էլի հայտարար եկանք այդ մեկ առաջընթացի վերաբերյալ, որ իրենք TikTok-ի համար ավելի շուտ կարող են վիդեո նկարել, մոնտաժել եւ տեղադրել ու այդ ուղղությունով աշխատել, քան իմ եւ իմ ընկերոջ սերնդակիցները եւ համատեղելի է այս քաղաքական ակտիվության հետ, իրենք կարան նկարեն քաղաքական ակտիվության ցավոք սրտի այդ քաղաքական ակտիվության մասով շատ բացասական կարծիքներ ունեցանք, քանի որ չկա ինչպես նշեցի 1+4 ուսանողների թվականակը շատանում է, բայց չի շատանում հասարակական ու քաղաքական process-ի նկատմամբ ակտիվությունը, չի շատանում իրենց հետաքրքրությունները այդ ուղղություններով, նաև վերջի Վրաստանում տեղի ունեցող իրավիճակների մասով էլ, չգիտեմ, յուրաքանչյուր հարցի շուրջ տեսնում ենք ինչ որ այսպես ռոպեական հավաքներ կամ ցույցեր կամ բողոքներ եւ այլն, բայց այդ նույն հարցը որներ վերաբերվում է յուրաքանչյուրին էթնիկ փոքրամասնություն լինի թե էթնիկ մեծամասնություն, էթնիկ փոքրամասնությունների թվականակը այնտեղ շատ քիչ ենք տեսնում կամ չգիտեմ ինչ որ քննարկում է որնոր ընդհանուր վերաբերվում է ինչ որ ինիցիատիվայի ինչ որ թեկուզ կրթության վերաբերյալ այնտեղ էլի շատ քիչ ենք տեսնում էթնիկ փոքրամասնություններին, որոնք որ կարող են մասնակցել իրենց կարծիքն արտահայտել, իրենց առաջարկություններ անել կամ ինչպես իրենք են ասում կոմենտարին թողնել։ Այստեղ մենք ըստ ինձ ոչ թե այս քաղաքական կյանքին ակտիվ չլինելը ոչ միայն պայմանավորված է լեզվի խնդրով, այլ այս 1+4 ծրագիրը ապացուցեց նրա մասին, որ միայն լեզու իմանալով քաղաքական կամ հասարակական կյանքին ակտիվ լինելը բացառված է։ Այստեղ գործ ունենք ստերեոտիպերի հետ, հիմնական ստերեոտիպը այն է, որ կարծրատիպը մեր փոքրամասնության մեջ տարածված, որ մենք ազգային փոքրամասնություն ենք, մենք այս երկրում լուրջ որոշումներ կամ փոքր որոշումներ կայացնելու մեջ դեր չենք կարող խաղալ։ Ամենամեծ գործոններից էս մեկը էս է, որ մենք ոնց ասեմ, մեորե Խարիսխովյանը երկրորդական քաղաքացի զգացողություն ունի, զգացմունք ունեն, ինչն էլ իրեն մարդուց պաշտոնական տիտուլի այդ մարդկանց վանում է այս քաղաքական կյանքում ակտիվ լինել, այսինքն իրանք պերսպեկտիվա չեն տեսնում, իրանք երևի ամենագլխավոր խնդիրներից ամենամեծ կարծրատիպերից մեկը սա է, որ ազդում է սրա վրա։ Նաև այն մասով կարող եմ ասել, որ այս մարդիկ կոնկրետ իրանք այս Վրաստանի հանդեպ պարտավորվածության զգացմունք չունեն, այսինքն պարտավորվածությունը ինչով է պայմանավորված լիիրավ հնարավոր նաև ինչ որ պահանջի զգացմունք էլ չկա։ Այսինքն պահանջի էլ չկա, ոչ էլ պարտավորվածություն։ Համարում ես երկրորդական քաղաքացի, ինչ պահանջ պետք է ունենա։ Այստեղ հայրենիքի երկրորդական քաղաքացիությունից տեսեք ինչ ծավի, օրինակ գյուղերում, հա, որտեղ կոմպակտավորում են էթնիկ փոքրամասնությունները, ենթադրենք ինչ որ խնդիր կա, որոնց հենց վերաբերում է երիտասարդներին։ Չկա մինի ստադիոն, որովհետեւ դու կարողանաս
իմ կարծիքով շատերը հետաքրքրված են ֆուտբոլով կամ վոլեյբոլով կամ ինչ-որ այդպիսի գյուղում այդպիսի մրցաշարով կամ ուղղակի ժամանակ անցկացնելու համար խաղալով սպորտի մասին է խոսքը խաղալը ուրիշ իմաստով չհասկանան բայց ցավոք սրտի օրինակ եթե չկա մինի ստադիոն ֆուտբոլի համար ոչ մեկի մտքով չի անցնում որ կարելի է դիմել ինքնակառավարմանը կամ չգիտեմ համապատասխան մարմիններին կամ բարձրացնել այդ կամ ինչ որ կոլեկտիվ համախմբվել գնալ բողոքել ասել գյուղապետին կանչել ներկայացնել այդ հարցը եւ այլն ու մինչեւ ստանաս քո ուզած այդպես ասեմ այդ խնդրին մինչեւ լուծում տրվի այդ ամենը երիտասարդների մոտ չկա իրենք համակերպվել են նրան որ չգիտեմ քարերի փոշու մեջ կարող են ֆուտբոլ խաղալ այդ ավելի շատ վնասվածք ստանալ ֆուտբոլից հետո քան թե իրենք արտարացված պահանջով դիմեն համապատասխան մարմիններին որ տեսեք մենք այստեղ 20 հոգի մարդ կանք այստեղ ու կարող ենք մեզ անհրաժեշտ է մինի ստադիոն մարզադաշտ որտեղ որ կարողանանք երեկոյան ժամերին ժամանակ անցկացնելու համար գնդակ խաղալ չկա այդ ամենը այդ պահանջատիրական այդ զգացմունքը որ իրենց գյուղն է իրենց համար է հետագայում նաև իրենց սերունդների համար է որ գյուղն ունենա փոքր մինի ստադիոն եւ այլն ու այս ամենի ֆոնին չգիտեմ ինչ կարող ենք առաջարկել որբիսի երիտասարդներին կարողանան գործի դնել համայնքում ինչ որ դրական փոփոխություններ ստանալու համար։ Ըստ ինչքան որ մենք խոսացել ենք միշտ եզրակացություն են գալիս որ պետքա պահանջել։ Արդեն ինձ թվում է 3-րդ անգամն ենք այս նույն սլոգանը գալիս որ պետքա լինել պահանջատեր։ Պետքա լինել պահանջատեր։ Առաջին հերթին։ Ու նաև իմ կարծիքով դաստիարակության առումով էլ պետք է համուսայաններ այդպիսի բանաստեղծություն երեխայի դաստիարակության ամենամեծ առաջդաց կլինի այն հիմա չեմ կարող անկիր ասել ուղղակի մոտավոր ինչ որ հիշում եմ Շինա Արսին բովանդակությունն եմ ասելու երեխայի դաստիարակություն պետք է լինի այն որ իրեն պետք է համոզես իրեն պետք է ապացուցես որ ինքը կապված է այդ հողի հետ հա որովհետեւ հետո այդ հողի մասով ինչպես ասում ենք պահանջատեր լինի այդ հողին մշակողը լինի ու զարգացնողը լինի քանի որ այդ աղզրտա դաստիարակությունը այդ մասով չկա չի ներկայացվում չգիտեմ ծնողների կողմից արժեքների հա այլ ուրիշ արժեքներ են ներկայացում իրենց երեխաներին օրինակ դպրոցում գնալ եւ պահանջել որ ուսուցիչից անպայման պետք է բարձր թվանշան տնես թե ինչքանով է արժանի կամ արժանի չէ այդ թվանշանին սա ցույց է տալիս թե մտածելու կերպով զարգացածության կերպով որտեղ ենք հա մենք շատ հետ ենք ցավոք սրտի այսօր խոսեցինք եվրոպական մի քանի երկրների այս этаպները նրանք արդեն անցել են իսկ մենք դեռ այստեղ ենք կանգնել ու չգիտեմ չենք կարող այս этаպը ինչ որ ձևով անցնել հաղթահարել։ Այդ դեպքում էլ կարանք ասենք որ եվրոպական պետությունների կողմից կա ոնց որ չգիտեմ ոնց ասեմ իրանք ինիցիատիվա հենց կենտրոնական իշխանության կողմից որ այս փոքրամասնությունները թե կրոնական փոքրամասնությունները թե լեզվական իրանք լինեն ավելի ինտեգրված։ Հա ես հենց սկզբից նշեցի որ մենք այսօրվա իշխանությունների չգիտեմ այդպես կոչված իշխանությունների կողմից անտեսված ենք օրակարգում չկա մեր հարցերը եթե իշխանությունը ինիցիատիվա ունենա փոքրամասնություն ոչ մենակ այս իշխանության կողմից չգիտեմ կարող եք 2010 թվականը վերցնել կարող ենք 20 թվականն էլ վերցնենք չի եղել օրակարգում չենք եղել միշտ եղել է հասարակական կազմակերպությունների կողմից չգիտեմ իմ նման կամ հենոյի կամ նման մարդկանց կողմից կամ ակտիվիստների կողմից ովքեր որ աշխատել են այդ համայնքի հետ ու փորձել են ինչ որ ադվոկատիրებայի ձևով առաջ բերել այդ իրենց խնդիրները ու իր խնդիրներին լուծում տալ բայց ուրիշ ձև թե իշխանությունը հետաքրքրվի մեզանով ինչպես տեղի ժողովուրդն է ասում իշխանությունը մենակ մեզանով հետաքրքրվում է ընտրությունների համար It's for մեղք ես ուղղակի այն եմ ուզում ասել որ մենակ մեր ժողովրդի մեղքն էլ չի որ այսպես վիճակում ժողովրդի մեղադել չի կարել ուղղակի խոսում ենք ժողովրդի մեջ ստեղծված արժեքների խնդիրներից հա այսպես ռուսերեն թե որտեղ ենք բուքսավայթ
անում, որտեղ եք մնացել, էլի։ Այդ արժե համակարգի մասին ենք խոսում։ Ու այդ արժե համակարգի մասին խոսելուց իհարկե անդրադառնում ենք այն խնդիրներին, որոնք հենց մարդուն ու հենց այդ համայնքին ու ժողովրդին է վերաբերվում։ Բայց առաջին հերթին հենց կառավարությունը այս հարցով պետք է հետաքրքրված լինի, որովհետև իրականում այս հարցը եթե այդ մարդիկը հիմա նայեք, այստեղ մենք նշեցինք, որ պատասխանատվության պահանջարկի զգացմունքը Համաձայն եմ այդ ամենի հետ, որ կառավարությունը պետք է հետաքրքրված լինի, բայց եթե դու ոչ մի բանից չես բողոքում, բողոք չունես, ձայնը դուրս չի գալիս, քո գյուղի այդ հավաքման տեղից այն կողմ չի անցնում քո ձայնը, ինչ ձևավորում ձեր մոտ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ կարգին է, ինչ պետք է հետաքրքրվի։ Կարող է նաև որիշտեղ դրական ձևով ներկայացնել, որ տեսեք, այս մարդիկ ինչքան լավ են ապրում, ոչ հոգս ունեն, ոչ պահանջ ունեն։ Կառավարությունը ինչի պետք է հենց առաջին ինիցիատորը կառավարությունը լինի, որովհետև կարող է գալ ժամանակ, երբ ազգային փոքրամասնության մոտ հենց այդ պահանջարկի զգացմունքը աշնանա սոցիալական խնդիրներից ելնելով ֆինանսական, կարող է քաղաքական, ու այդ խնդիրը, այդ մարդիկ եթե իրենց հարցը լուծված չէ, իրանք ներկայացված չեն, իրանք տաչակրուլ ինչ ճշված կան, կարող է ուրիշ բանի հանգեցնել, արդեն անջատողականության, այսինքն դրա համար հենց կառավարությունը պետք է կարծում որ այդ կա ուղղակի չկա, բայց կարող է հանգեցնել ամեն անջատողական բան հենց սրանով է սկսվում։ Ընդունել ենք մեր ամենամեծ իրողությունը, համակերպվելու իրողությունը եւ ցավոք սրտի համակերպում են այն մասով, որ չգիտեմ, մի քիչ այլ օրինակ եմ ուզում բերել այդ մասնակցության եւ իրենց ձայնը տեղ հասնելու մասով, ոչ միայն էթնիկ փոքրամասնություն, ամբողջ Սամցխե Ջավախեթի ռեգիոնում արդեն 2 ամսից շատ է խոշոր եղջերավոր անասունների մոտ կա հիվանդություն։ Տարածված է այսպես դաբախ կոչեցյալ վրացերեն թուրքուլա կլինի։ Դաբախ կոչեցյալ հիվանդությունը նման է դաբաղին, բայց ինչքանով տեղեկանում ենք, ասում են, որ դա այդ հիվանդությունը չի։ Ու չգիտեմ, անասնապույս չեմ, բայց ինչքանով կարդացի, այդ հիվանդությունը նաև կարող է անցնել մարդկանց անասունից մարդկանց, եթե այդ հիվանդությամբ չի հետաքրքրվում, այս դեպքում այստեղ տեսնում ենք ինչ ենք տեսնում, որ չկա պետական համակարգ, բացակայում է ընդհանրապես, որովհետև ոչ մի գյուղացի չի կարող այսօրվա իրողությունից ելնելով, չգիտեմ, տանել անասունին ինչ որ լաբորատոր ուսումնասիրությունների այրուն եւ այլն ու հասկանա թե ինչ հիվանդություն է։ Դրա համար կա ունենք պետություն, կա գյուղատնտեսչական նախարարություն, ունի համապատասխան դեպարտամենտ, որոնց պետք է հետաքրքրվի այս հարցով ու պատկերացրեք 2 ամիս է արդեն բազմաթիվ անասունների մահվան թե սատկելու դեպքեր են գրանցվել ու ուղղակի այդ անասունին ոչ միսն են կարող օգտագործել, ոչ կաթն են կարող օգտագործել, ուղղակի թաղման հուղարկավորություն կան վառելու հուղարկավորություն են կազմակերպում այսպես։ Բայց տեղեկացված է թեկուզ նախարարությունը։ Նախարարությունից վերջի մի քանի շաբաթ առաջ գյուղատնտեսչական նախարարությունից երևի հենց նախարարն էր այցելել Ախալցիխեի Կլդե գյուղ, Կարտացի հարավային դարբասի Էսկա նյուսի Սամխետի Սկարիպջեի ստատյան, որտեղ որ դրված էր, որ այդ մարդը ժողովրդին վստահեցնում է, որ դա դաբախ չի, բայց ինչա, չգիտենք։ Ինչա, հենց այդ ցիտատն եմ բերում, հենց այդպես էր գրած, խոսքով չէ, բայց բովանդակություն հենց նույնն է, որ հավատացնում եմ ձեզ հարկերը ժողովուրդ, որ սա դաբախ չի, բայց չգիտենք թե ինչ հիվանդություն։ Բայց դաբախի պես բան։ Հանելուկ, որ պատասխան չունի։ Չգիտեմ, այսպեսին է իրավիճակը։ Ու տեղում եթե դուք հիմա յուրաքանչյուր գյուղ գնաք, առաջի խնդիրը է դա։ Պատկերացրեք եկամտի աղբյուր, առաջին եկամտի աղբյուրը, որը հենց գյուղատնտեսությունն է, փլուզվում է ու գյուղացին մնում է, չգիտեմ, արևի ու հողի հույսին,
վարված Այս ծայրահեղ դեպքում իրանք ցայնելի չեն անում, էլի պահանջարկ չկա, դուք պատկերացեք ինչ ողբալ իրավիճակում եք իրենց գտնվում։ իրավունքն է, հա, պետք է պետությանը խնդրեն, որ այս Այսինքն տանակը ոսկորներն է հազար սոցիալ իրանք լաբորատորի ինչ որ այնտեղ հետազոտություն անի, ասի որ պետք չէ դեղերը նվիրել, ասի որ այս հիվանդությունը բուժելու համար ձեզ անհրաժեշտ է այս ռեցեպտը, հա, դեղը։ Այս դեղամիջոցները գնեք տիրություն արեք ձեր եկամտի աղբյուրին։ Ինչ մեխանիզմներ ունենք, որ որևէ պատասխան գա այս Հետո մեխանիզմներից մեկը ասեցիր, թե գյուղատնտեսչական նախարարությունն եկել է գյուղատնտեսություն։ Ուրիշ մեխանիզմներ, որ չգիտեմ։ Ուրիշ մեխանիզմներ ես չգիտեմ, ուրիշ մեխանիզմներ կլինեն, որ Սամցխե Ջավախետի բնակչությունը, չգիտեմ, ամբողջ բնակչությունը վեր կենա, գա Թբիլիսի, ասի որ արեք մեզ տիրություն արեք։ Այդ դեպքում հնարավոր է ինչ-որ բան լինի։ Չգիտեմ, ուրիշ այս ամենից ուրիշ մեխանիզմ ես չգիտեմ, ամբողջ հիմա եթե օրինակ ես այնտեղի բնակիչ եմ, այդ Facebook խմբերի, չգիտեմ, WhatsApp խմբերի մեջ կամ ամբողջ Facebook եւ WhatsApp խմբերը այդ վիդեոներով, նկարներով է հեղեղված, որ այնտեղ այս իրավիճակում են կենտանիները։ Թե ինչ ձևի, չգիտեմ, պատրված մռութներով, պատրված ոդկերով եւ այլն, չեն կարող ոդկի կայնել, չեն կարող արածել եւ այլն։ Ինչ որ է, նույն իրավիճակում ենք, այդ հասարակական մտածելակերպի, հասարակական ակտիվություն չլինելու, քաղաքական ակտիվություն չլինելու մասով իմ կարծիքով այս օրինակը ամենավառ ներկայացված օրինակներից մեջ մեկն է, ել չխոսենք, չգիտեմ, այնտեղ որ մանկապարտեզ չունենք եւ այլն, թե քաղաքական կյանքի մասին խոսելը իմաստ չունի, եթե սոցիալական ակտիվ չեն։ Չգիտեմ, եթե այս ամենով ուրիշ ավելացման ինչ որ Վերջակետ տնենք այս տխուրնոտով։ Կարելի է այսպես փոքր եզրափակում եթե անեմ մեր այսօրվա ոդկասթի ինչ եզրահանգումների եկանք, իմ կարծիքով էթնիկ փոքրամասնությունների դերը այս քաղաքական որոշումների կայացման ուղղությամբ գործընթացում, թե հասարակական այդ մասնակցության գործընթացում ձևական է, չկա։ Էթնիկ փոքրամասնությունները կարող են քաղաքապես ակտիվ լինել միայն այս կոնկրետ դեպքում Քվեմո Քարթլի Սամցխե Ջավախետի շրջանների գյուղերում, միայն գյուղերում, չգիտեմ, այնտեղ որ օրինակները շատ բերեցինք, բայց մեկ օրինակ չբերեցինք գյուղի հավաքին, որտեղ որ մենակ տղամարդիկն են գնում, անասունների համար ջուր խմելու տեղ սարքելու գործընթացում ամենավառ օրինակը է դա, բայց այդ ջուր խմելու տեղ սարքելն էլ չփրկեց անասուններն էլի վատ վիճակում են։ Կատակում ենք, բայց ցավոք սրտի իրականությունը դառը։ Եվ իրենց ներկայացությունը քաղաքական թե հասարակական գործընթացներում անվանական է։ Շատ այսպես մատների վրա դեպքեր կարող ենք ցույց տալ, որ դրական ինչ որ մասնակցության օրինակներ ունենք, խոսեցինք Ախարքալակնի Նոցմինդայի Սակրեբուլոներից, որտեղ Սակրեբուլոների մեջ ներկայացուցիչները, չգիտեմ, 40 մոտ ներկայացուցիչ ունի Ախալքալակի Սակրեբուլոն, 30 Նինոցմինդային Սակրեբուլոն, այնտեղ բոլորը կամ 95% էթնիկ հայեր են ու դա համարում ենք, չգիտեմ, ինչ որ դրական ձեռքբերում, հա։ Բայց որակական ձեռքբերումով այդքան էլ դրական չէ։ Վրաստանի այս կուսակցությունները, քաղաքական կուսակցությունների կողմից շատ քիչ խոսացինք, քայլեր թե ինչ քայլեր են ձեռնարկում, իմ կարծիքով էթնիկ փոքրամասնությունները քաղաքական այդ ակտիվությունը ամրապնդելու համար բավականին թույլ է, գրեթե չկա ինչ որ կուսակցությունները չեն մտածում ինչ որ մեխանիզմներ, որովհետեւ, չգիտեմ, էթնիկ փոքրամասնություններին ներգրավեն, զարգացնեն եւ հետո նոր այդ քաղաքական process-ների մեջ ակտիվ ներգրավեն, դրա համար էլ էթնիկ փոքրամասնությունների շրջաններում Քվեմո Քարթլին այդքան էլ չի ասի, որովհետեւ այնտեղ դրական process-ները այդ առումով զգացվում են, Ջավախքում շատ վատ իրավիճակ է, որովհետեւ այդ քաղաքական կուսակցությունները չունեն ներկայացուցիչներ գրեթե ոչ բոլորը ունեն ներկայացություն մարդիկ ովքեր ռեգիոնում աշխատում են դա վերջի 2024 թվականի ընտրություններն էլ ի հայտ էր եւ կառավարվող կուսակցությունը դրանով էր իր կոնկուրենցիան, այսպես ասեմ, անկոնկուրենտ էր, որովհետև կոնկուրենցիա չուներ, քանի որ ասում էր, որ չկա մեզ հասնող ոչ մի այլ օպոզիցիա
քաղաքական նշենք, որ եթե չեմ սխալվում, ախալ քաղաքում թինոց մինոյում չի եղել, չէ՞, այս ընտրություններն ընդդիմության որևէ օֆիս։ Ընդդիմության կարելի ասել բոլոր ընդդիմության կուսակցությունները չի եղել օֆիս, բայց մի քանի դոմինանտ օպոզիցիական, քաղաքական ուժերից կար, դա կոալիցիաներ, ամենալավը ներկայացվածը կոալիցիաներ, մեկ էլ նացիոնալական ազգային շարժումը, որն որ երկար տարիները ունի ներկայացություն։ Մնացած քաղաքական կուսակցություններից пассив էին եւ չկար ակտիվ ներկայացություն եւ չկար նաեւ համապատասխան ինֆրաստրուկտուրա։ Էթնիկ փոքրամասնությունների քաղաքական մասնակցության հիմնական խոչընդոտը, ինչպես նշեցինք, եզրահանգման եկանք նաև պատճառներից մեկը հանդիսանում է լեզվական հմտությունները, տեղեկատվության պակասը, ինչը իր հերթին սրում է այսպես անհավասարությունն ու մեգուսացման խնդիրը, ինչը հենց սկզբից խոսացինք։ Եվ բացի այդ, նաև այդ հետ խորհրդային հիշողությունները, ինչպես էր Տիտխոսի, հիշողությունները դերևս խորն են եւ վառն են, նաեւ այդ որ աշխատում ենք, հաց կար ուտում ենք այդ կարգախոսը, եւ դա հաղթարելու համար Վրաստանի համար կարեւոր կլինի կիսվել եվրոպական երկրների փորձով, ինչի մասին շատ անգամ բազմիցս օրինակներով նշեցինք։ Էլի կարանք շատ օրինակներ բերենք։ Հա, շատ, որովհետև էթնիկ փոքրամասնությունների իրավունքները լավագույն փորձը դա միայն լավագույն փորձը ինտեգրման համատեքստով դա միայն եվրոպական ժողովրդավար երկրներում։ Ազգային փոքրամասնությունները այս դոմինանտ երկրում հենց առաջին իրանք պետք է ցածնեն եվրոինտեգրացման, ոչ թե խոչընդոտ հանդիսանալ։ Առաջին օգուտը հենց իմ կարծիքով ուրիշ թեմայի անդրադարձանք, բայց հիմնականում այն է, որ ինտեգրման փոքրամասնությունների ինտեգրման համատեքստում ես չեմ ասում պետք չէ, ուղղակի ասում եմ դրա համար, որ առանցին թեմա է։ Ինտեգրման համատեքստում երկրի ամենալավագույն երկրների օրինակները հենց եվրոպական ժողովրդավարական երկրների, նաև այլ ժողովրդավարական, այստեղ չխոսեցին Կանադայի օրինակով, որ նոր փայլում է իմ կարծիքով հավասարաչունեցող էթնիկ փոքրամասնությունների իրավունքների տեսանկյունից։ Այսքանը երևի այսօր հաջողություններ ու դիտեք մեր ոդկասթը, իմ կարծիքով էթնիկ փոքրամասնությունների իրավունքների մասին ավելի շատ բաներ կիմանաք մեր ոդկասթից։ Շնորհակալություն, հաջողություններ։